մի թուրքը մեզ ստիպմա, որ մենք այս գիծը գցենք, ինքն էլ առանց ստուգման, առանց բանի գա գնա Նախիջևան։ Դա մեզ դեռ չի տա, որ մենք կորցնենք Սյունիքը հիմնով ենք կորցնենք, որովհետև Թուրքի նպատակն է, Թուրքը գնում է Պարսկաստանի այն ճանապարհով գնում գալիս է։ Թողելի գնա։ Իրանց Սյունիքն է պետք գրավելու։ Եթե այդ ճանապարհը այդ իրանց ուզած ձևով մենք իրանց տանք, հայրս տեղից գնալու են, թուրքերը ստեղ լցվելու են, ըստ արդեն Սյունիքի հարցը փակվում է։ Որտեղ Սյունիքը փակվում է, ոնց որ Ղարաբաղի ժամանակ ասում են, շուրջեն գործնելուց հետո գործնենք Ղարաբաղը, Ղարաբաղը գործնենք Հայաստանը, ինչ որ ասել է Մոնտեն, դա արդեն կատարվեց, Աստվածյանի հաջորդը լինի Սյունիքը։ Սյունիքու հետո Մեղրին։ Մեղրին հետո Հայաստանը։ Դրա համար պետք է համախմբենք, իրար սիրենք, իրար չնախանձենք, իրար օգնենք, իրար լսենք, որ կարողանանք տակից դուրս գանք։ Մենք չունենք լավ ղեկավարություն, որպեսզի համախմբի ժողովրդին։ Եթե ասենք ազգային ժողովում իրար ասում են գողփիսո մեկ քաչալ շունը իրար երբեք ոչ մի բան չլի։ Իրանք առանձին նստեն, ստեղ մի ազգ ենք, մի արուն ասում իրար գնեն չեն կարող պայմանավորվել։ Ոչ մի բան չեն անում։ 7 տարի մեր կառավարությունը կա, այդ ջրի հարցը կա, հեսա եկավ հունիս ամիս, դուր արդեն կհոսա Արաքսը կգնա Թուրքի ծովը, մենք կմնանք առանց ջուր։ Այս տարերս որ չորանում են, ինձ համար դա ամենասարսափելի իրավիճակն է, ես կգժվեմ։ Եկան կողով դանցան մի 20 մեքենա, ամեն մեքենան մի 100-200 հազար դոլարանոց իրար հետևից։ Մի 10 րոպե դրանց հոսքը չկա, ասեն թմբյուրը կանգնած է։ Ասեն ինչ է անում։ Ասեն ձերով է անում էլի։ Ոչ թե ստենց է անում, այս ինչ է անում էլի։ Էդա, մենակ ասում են կանենք։ Իրա պատճառով է որ շատերը մեզանից երես են թեքել, այդ ինձ ասել։ Մենք պետք է իմանանք ում ենք դաշնակցություն անում, ինչի համար եւ ուր են գնում։ Այդ մենք պետք է ստուգ իմանանք ուր են գնում։ Հարևան Իրանը մեզ շատ հարազատ, դրանք են մեզ պահում հիմա։ Այս սահմանի հարցը իրանք են մեզ ավելի շատ պայքարում, քան մենք։ Իրանք որտեղ իրանց 20-25 միլիոն թուրք կա, ազերի, դրանք որ գետը անցան առանց զենքի սենց կոխրջելով միջև Բաղդադաշեն կգնան կհասնեն։ Մեր ազգը շատ տաղանդավոր ազգ է, եղել կա ու կլինի, բայց համախմբվածություն մեր եղել է տարբեր ասենք Թուրքիայի վիլայեթներում մեկը ասել է գնանք հանձնվենք, մեկը կռվենք, չի եղել համախմբվածություն, չի եղել, միասնություն չի եղել, հիմա էլ շարունակվում։ Շարունակում է հենց կենտրոնից, հենց ազգային ժողովում, որ չեն կարող գան մի եզակի բանի։ Մեկը դավաճան, էլ մեկը սպեկուլյանտ, էլ մեկը կապիտուլյանտ, այդեն երբեք մենք ոչ մի բանի չենք հասնի։ Թուրքը միշտ ասել է, հայ վերջի խելքը իմը լիներ։ Թուրքերը մեր վերջի խելքը տարան։ Մենք պետք է ուժել ենք։ Խելքները զոր տանք, զինվենք, անես զենք պետք է ունենանք, որ իրանք վախենան։ Առաջինը դա պետք է լինի։ Պետք է հզորանանք։ Նոր արդեն այս բարեկամությունը սկսի առանց հզորության ոչ մեկը նվազին ոչ մեկը չի սիրում նվազին ուզմա կինը տալի ուզմա ամուսինը տալի եթե իմ դեպի ստաղը պետք է նվա դա բատա պայմանագիրը խնդրելով չի պայմանագիրը պետք է երկկողմանի հավասար պարիտետ պայմաններում որ մենակ խնդրով ասում են այսօր տալիս է ընտուր սրանց ծրագրի սա պետք է անես համադրությունը պետք է փոխես հենց դեռ արդեն իջացնում են ազգին ղեկավարից սկսած բոլորին ինքը ասում է որ կռիվ չլինի մենք պետք է գնա նշաձողը պետք է իջացնենք բաղ բացառացնել դու իջացնում ես ինչքան իջացրեցին կռվից հետո որտեղ պետք է պայմանագրի նոյեմբերի 9-ի գրված էր որտեղ կանգնած էր այնտեղ սահմանը եկան հասան Ղափան դրոշը դրել Ղափանի аэропորտի դեմը մտել են Ջերմուկ այնտեղից նայում են Ջերմուկը ոնց են դեղ բանանում այդտեղ երբեք պայմանագիր չի լինում
Են երեխեքը լրիվ նվիրվեցին են վերջի մամային պապային զանգել ասել հեսա երկու վարգյանից թուրքարտեն մոտենում նրանք չիմացան թե ինչա մեր վիճակը հիմա իրանք գնացին իրանք կյանքը նվիրեցին բայց մեր մեջ էլ մի sense բան կա միջև մենք մեր ազգի մեջ ասեն Ղարաբաղցին էսա, Մեղրեցին էնա, Աբարանցին էնա, Գյումրեցին էնա մենք ենք մեզ յարլիկներ կպցնում իրար ատելություն ենք սերմացնում ինչքան մարդիկ են եկել ես Ղարաբաղը շատ եմ սիրել ինչքան մոտ հյուրեր են եկել բոլոր են տալի եմ Ղարաբաղ ման եմ եկել նրանց հյուրասիրությունով շուկայից մտում արի մի հատ ուղի խմի արի ես մանից կեր ես մեկը ձրի ես ժանգալով հացը տակ առկեր բան իրար սիրել իրար գուրգուրել, իրար օգնել, իրար հասնել, իրար նվիրվել, շատ երեխա ունենալ, նվիրել բանակին, կաշառներ չտային որ բանակից իրանց ես իմ երեխան ծնվել է Պետերբուրգում 92-93 թվին որ Ղարաբաղին առաջ պատերազմը գնում էր մեր գալիս եմ տուն իմ ռուսկին ասում Левон говорит хочет поехать это Карабах воевать ты поговори с ним я согласен ой это я горжусь им таган տենց բան ախոսում եկը տանաչել իրեն եկավ կանչեց ստենակ ասեմ ինչ եղել ասում да папа ասում а что я тоже хочу ասի դու ասի сынок ты подожди ասի հալա իմ հերթնա ես ժամանակ մի 50 քանի տարեկան է 47-48 տարեկան չեմ հիշում ասի ես պետք է գնամ ինձանից հետո որ պետք է արդեն դուք գաք ջահելները 30-40% են բանակ գնում Դուք իսրայելից օրինակ վերցնենք ոնց են աղջիկները գնում բայովոյն են գնում են կռվում են մեր աղջիկները դրանից պակաս չեն մեր ազգի իսկ տղաները ծնողները 10,000 դոլարներ տալում են տալիս են իր երեխուն հիվանդ են հանում այդ հիվանդ լակոտ եմ ասում դրան պետք է ոչ մի աղջիկ չգնա որ ինքը չի ծառայել որ ինքը կոնդիցիա չի ինքը ամուսին լինել չի կարող տղամարդը պետք է գնա կռվի Պաշտպան իր մորը, իր քրոջը, իր երեխային, իր հողը, նոր ինքը իրանք ունենա տղամարդ կոչվելու։ Մենակ կին առնելով չի ինքը տղամարդ, ինքը պետք է իր հողն էլ պահի։ Մերեն հադուկները ինչ որ արել չեն արել որ հիմա սրանք ասեք դաշբաշ անեն, ես կոմեկամ ցերեն իրանց բանի համար։ Այդտեղ տղաներ հերոսները պետք է ծնվեն որ մեր ազգը դրանցով պարտենա երկեր հորինի իրանց համար ոնց են երգում Անդրանիկ ոնց են երգում Գևորգ Չավուշ եւ մյուսները դա դրան գալու են ուղղակի ես կուզենայի ես էլ տեսնայի դա էլի Սովորաբար տելերյանները պետք է ծնվեն հիմա մոթեները պետք է ծնվեն Անդրանիկները պետք է ծնվեն ծնվեն որ իրանք սերն մեզ դուխ տալը, հոգի տալը, բարձրացնելը, չկան, հիմա այդ մարդիկ պետք է նորից ծնվել, ու ծնվել են, հաստատ ծնվել են, արդեն ծնվել են, արդեն նրանք մեծանում են արդեն։